Ռոզա Դավթյանի նախահարսանեկան տոնակատարությունը մի հիանալի և հիշարժան միջոցառում էր, որտեղ միավորված էին բազմաթիվ մարդիկ, ընկերներ, ընտանիքից գործընկերներ, սիրելիներ, որոնք բոլորն էլ միավորվել էին նրա երջանկությունը կիսելու և նրա նոր կյանքի կարևոր փուլին առնչվելու համար։ Ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ ու դերասաններ, այդ թվում Այդուլ Կարապետյանը, ով նրա հետ համատեղ հանդես է գալիս Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, Անի Մեհրաբյանը «Կրկին վերջի զանգը» հեռուստասերիալում։ «Վերջին զանգը» սերիալի ստեղծագործական ու դերասանական թիմի անդամները ներկա էին և օժանդակում էին Ռոզային, կիսելով իր զգացմունքներն ու աջակցելով միտքը ստեղծելով չմոռացվող երեկո։ Սերիալի ռեժիսորներն ու պրոդյուսերները, դերասանները և նկարահանվող թիմը, ովքեր աշխատել էին մի մեծ և հաջող նախագծի վրա, իրենց ներկայությամբ անմիջապես ամրապնդել էին միջոցառման նշանակությունը։ Նա, ով անցնում էր սենյակներով բացվող դռներից ներս, տեսնում էր մի գեղեցիկ մթնոլորտ, որն ուղղակի շլացնում էր։ Զարդարումը լի էր սպիտակ և վարդագույն երանգներով, միաձուլելով նուրբ և դասական համադրությունը։ Սեղաններն ու նստարանները ծածկված էին փափուկ սպիտակ ծածկոցներով, որոնց վրա փայլում էին վարդագույն ծաղիկներ, ինչպես աներևակայելի գեղեցիկ թեյանոցային ծաղիկներ։ Այդ լույսերի ու գույների խաղը ստեղծում էր մի անհամեմատ նուրբ և ռոմանտիկ մթնոլորտ։ Ռոզայի զգեստը նույնպես զարմանալի էր, նա ամբողջովին սպիտակ էր հագնված, մարմնավորելով այն երազելի փայլը, որն ամենակարևոր օրերին այդքան հուզիչ է։ Այս միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ռոզայի մտերիմ ընկերները, այլ նաև նրա ընտանիքի անդամները, մայրիկը, հարազատները, նրանք բոլորը ներկա էին նրա կողքին, կիսելով նրա ուրախությունն ու պատրաստակամությունն ապագայի նկատմամբ։ Որպես իր ընտանիքի կարևոր անդամներ, նրանք մեծ ուրախությամբ աջակցեցին Ռոզային, խրախուսելով ու ջերմորեն նրան ողջունելով այս նոր կյանքում։ Ներկաներն, ովքեր այս եզակի միջոցառման մի մասն էին, չէին կարող չհիանալ նրա ներկայացրած գեղեցկությամբ։ Յուրաքանչյուր հյուր հոգատարությամբ ու ուշադրությամբ հետևում էր տոնակատարության յուրաքանչյուր մանրամասներին, լինելով ներառված մի մեծ ու կարևոր օրվան։ Ռոզայի մեծ և հարուստ անձնական աշխարհը ներառում էր չքնաղ ու բարդ սիրո պատմություն, որի մեջ նա ցանկանում էր ոչ միայն խոսել այն մասին, թե որքան կարևոր է ընտանիքի և ընկերների աջակցությունը, այլև ցույց տալ, որքան մեծ ու անկեղծ է նրա սիրելիի հետ այս նոր առաքելությունը։ Այս հատուկ օրը Ռոզա Դավթյանի նախահարսանեկան տոնակատարությունը խոսում էր սիրո մասին զարդարված գեղեցկությամբ, մտքերով, ուրախությամբ ու էներգիայով, որ միայն իսկական երջանկությունը կարող է բերել։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Անգելինային, գլխավոր հերոսուհուն։ «Վերջին զանգը» հեռուստասերիալն այս շրջանում համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Դերասանուհին պատրաստվում է իր կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկին՝ հարսանիքին, իսկ այսօր նրա նախահարսանեկան խնջույքն է սպասվում։ Ջերմ և հուզիչ միջոցառում, որը կկիսեն նրա մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները։ Ռոզան հանրությանը հայտնի դարձավ իր մասնակցությամբ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, որտեղ նրա կերպարը սիրվեց լայն լսարանի կողմից։ Չնայած նա նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, նրա ակտիվությունն ու ներկայությունը սոցիալական ցանցերում պահպանվում են և շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այնուհետև նա մտքափոխվեց ու նշանադրությունից անմիջապես հետո նկարահանվեց նոր հեռուստասերիալում գլխավոր կերպարով։ Դերասանուհին միայն ինստագրամյան էջում ունի ավելի քան 216,000 հետևորդ, որտեղ նա կիսվում է իր առօրյայով, նորաձևության լուսանկարներով և անձնական կյանքի կարևոր պահերով։ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Ռոզան նշանադրվեց։ Նա իր ինստագրամում հրապարակեց լուսանկարներ՝ չցուցադրելով ընտրյալի դեմքը, սակայն կիսվեց հուզիչ գրությամբ, որտեղ պատմեց իր կյանքի դժվարությունների, կորուստների և վերջապես սիրո մասին։ Նա նշեց, որ հոր կորստից հետո գտել է իր կյանքի ամենաարժեքավոր մարդուն, ով դարձել է նրա հանգստության և ուժի աղբյուրը։ Ռոզայի նախահարսանեկան խնջույքը սպասվում է որպես ուրախ և հուզիչ միջոցառում, որտեղ նա շրջապատված կլինի իր ամենամտերիմ մարդկանցով։ Այս միջոցառումը կլինի ոչ միայն հարսանիքին նախորդող ավանդական արարողություն, այլև սիրո, ընկերության և նոր կյանքի սկզբի խորհրդանիշ։
Միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նրա կյանքի այս կարևոր իրադարձությունների մասին և տեսնեք լուսանկարներ ու տեսանյութեր նախահարսանեկան խնջույքից և առաջիկա հարսանիքից: Բաժանորդագրվեք մեր ալիքին և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե արդյոք հավանում եք Ռոզա Դավթյանի մարմնավորած Անգելինայի կերպարը և դիտում եք «Վերջին զանգը» հեռուստասերիալը, թե ոչ: Իսկ մենք դերասանուհուն միայն երջանկություն ու սեր ենք ցանկանում: